Բարև ձեզ։ Այս օրերին Հայաստանը, Ադրբեջանը, կարելի է ասել, Հարավային Կովկասը առանց Վրաստանի հայտնվել էին մեծ քաղաքական գործընթացների կիզակետում։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը Երևան, ապա Բաքու, այստեղ եւ այնտեղ տեղի ունեցած հանդիպումները, հնչած հայտարարությունները, ստորագրված փաստաթղթերը շարունակում են մնալ հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, իսկ փորձագետները փորձում են գնահատել Բաքվի եւ Երևանի ձեռքբերումները առանձին եւ դրանք բերել որակական համեմատության վերլուծական դաշտ։ Հայաստանում շատերի ուշադրությունից չվրիպեց այն, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը քաղաքական աջակցություն հայտնեց Հայաստանի վարչապետին։ Կարելի ասել բաց տեքստով առանց դիվանագիտական փաթեթավորումների աջակցություն հայտնեց քաղաքական աջակցություն հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իսկ ընտրություններից առաջ բավական հետաքրքիր զարգացումներ են արձանագրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, եթե փորձենք վերնագրել, ապա կստացվի մոտավորապես այսպիսի մի բան. ուժեղ Հայաստանի համագումարը, շնորհանդեսը եւ վարչապետի թեկնածուն, Բարգավաճ Հայաստանի առանձին խաղը եւ քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քննարկումները եւ քվեարկությունները։ Ստացվում է այնպես, որ Հայաստանը ընտրությունների առաջ է, մի դեպքում Հայաստանի ներսում, ընտրական տեղամասերում, մյուս դեպքում աշխարհքաղաքական քարտեզի վրա։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս մի քանի օր է մենք անընդհատ եւ շարունակաբար հարցազրույցները սկսում եւ ավարտում էինք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի թեմայով, այսօր էլ իհարկե խոսելու ենք, բայց ներքաղաքական ուշագրավ զարգացումներ ունենք, սկսենք ներքաղաքական զարգացումներից։ Դրանցից մեկն այն է, որ ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը տեղի ունեցավ, ինտրիգը պահվեց, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, ապա շնորհանդես եւ այսօր հայտարարվեց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյան։ Ձեր արձագանքը։ Նախ ասեմ, որ շատ կարճ երևի հպանցիկ մեկ նախադասությամբ կխոսեմ ձեր հարցից եւ ապա ելի կվերադառնանք ամենակարևոր հարցերին, այն է Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցություն կամ այլ կարևոր հարցեր, որովհետեւ այն ինչի մասին առաջարկում եք խոսել, սա պարզապես գիտեք հակապետական է խոսել սահմանադրության խախտման, հակասահմանադրական հայտարարությունների մասին։ Ռուսաստանցի բիզնեսմենը ցանկանում է դզել փաստաթղթերը, կեղծել փաստաթղթերը, այն է սահմանադրությունը, որպեսզի առնի Հայաստանը եւ ծախի իր երկրին։ Սա ուղղակի մեկնաբանելու բան չէ։ Ես միայն սա կարող եմ ասել, այսպես կոչված քաղաքական ուժի մասին, որովհետև ուժեղ բիզնեսմենի մասին ենք խոսում, որը այո, ուժեղ բիզնեսմեն է, հաջողակ բիզնեսմեն է եւ հիմա էլ սցենարը դա է եւ պետք է շեշտենք նաեւ որ դատախազության մեկնաբանությունը այս բիզնեսմենի մեր ձևով կմիջամտենք հայտարարության մասին շատ իդենտիկ ճիշտ է դուրս գալիս որովհետեւ այսպես են միջամտում եւ բռնի զավթում ոչ միայն իշխանությունը, այլև պետությունը։ Ես հիշում եմ նախընթաց տարիներին ընդդիմությունը ինչ-որ մի քայլ էր անում եւ այսպեսի ընդունված ձևակերպում կար ասում էին ռեժիմը խոճապի մեջ է։ Հիմա այս քայլից դուք խոճապի մեջ չեք, թե ձեր ռեժիմ չէ եւ խոճապել չկա։ Մենք Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունն ենք, որը կատարել է ժողովրդին տված իր խոստումները եւ գերակատարել է ժողովրդի սպասումները, ասեմ ավելին, մենք մեր սպասումներն ենք անգամ գերակատարել, որովհետև եթե դուք նախորդ տարի այս օրերին հետ գնանք եւ ես էլի այս տաղավարում շատ հարցերի շուրջ միասին զրուցել ենք, այո, ես լավատես էի, որ ունենալու ենք խաղաղություն, որովհետև մեր նպատակը բարի էր եւ մենք դրա համար ամեն ինչ անում էինք, բայց այս աստիճան արագ քայլեր անգամ մենք չենք կարողացել կանխատեսել։ Դրա համար ինչու պետք է մենք լինենք խոճապի մեջ։ Ցանկացած քաղաքացու համար ակնհայտ է, որ մեզ այլընտրանք ցանկացած ուժ երկիրը հետ գլորելու ճանապարհով է գնալու։ Էլի կոնֆլիկտի քաղաքականություն, էլի նկրտումներ տարբեր տարածքների նկատմամբ, ոչ Հայաստանի Հանրապետության
Եվ էլի այդ նույն ու դրա մասին իրենք հայտարարում են ախր չեղարկել պայմանավորվածություններ, սկզբում իհարկե անլուրջ էին մոտենում այն համաձայնություններին, որոնք կային նախորդ տարի, այս օրերին էլի ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումներ վարչապետի, հանդիպումներ ծաղրվում, դրոշ չկար սեղանին, ասում էին Ջեյ Դի Վենսը քաղաքական հարցերով չի զբաղվում, այդ ինչ հանդիպում ա եղել։ Սա էր մեկնաբանությունը։ Օգոստոսի 8-ից հետո արագ պետք է չեղարկել, սա հակապետական, հակահայկական, կործանիչ, թուրքամետ փաստաթղթեր են։ Սա էին ասում։ Հետո մի բան անլրջացնում էին էլի այս փաստաթղթերը։ Հիմա հողի վրա արդեն սկսվել է ոչ միայն TRIP-ի ծրագրի գործարկում ասած ուժի մեջ մտնելը, հա, ծրագրի իրականացումը, այլև հսկայածավալ ներդրումներ են Հայաստանում բացվում։ Լավ, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին մենք դեռ պիտի գանք, Ես տաղուն ուզում եի անցնել կարևոր թեմաներին, բայց դուք հետ եք մղում։ Երկրորդ հատվածում կգանք հասնենք, բայց հիմա շարունակենք ներքաղաքական թեման։ Դուք բնութագրում եք որպես այս քայլը կամ հայտարարությունը հակապետական, նախ զարմանալի էր ձեզ համար, որ հայտարարվեց հենց այս տեխնայության մասին, որովհետև կարծես թե որևէ մեկի մտքով չէր անցնի, հա, որ սահմանադրական, օրենսդրական արգելք կա։ Սրանով հանդերձ որն է հաշվարկը ձեր կարծիքով եւ տեսական հնարավորություն չկա, որ ընդդիմության այս առաջնորդը դառնա վարչապետ։ Իմ կողմից շատ հարգելի պարոն Կիրակոսյան, ես ցանկացած ուժի դեպքում կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում է, զգում է իր մաշկի վրա փոփոխությունը, եւ դա միայն խաղաղություն ու շոշափելով չէ, որ այսօր կարող է շոշափել այդ խաղաղությունը, այլև կարգավորումների մասին։ Չէ, բայց պետք է հնարավորություն ստեղծել, պետք է ընտրվեն որոշակի, որ կարողանան մի բան անել, որ մի բան լինի։ Բայց ընտրվել է, պետք է միջև այդ ընտրվել։ Հիմա ինչպես կարող է ընտրվել։ Ասեմ, քաղաքացին ոչ միայն շոշափում է այդ խաղաղությունը, այլև ինքը իր ոտքի տակ իր շուրջը դպրոց, մանկապարտեզ, ենթակառուցվածք, տնտեսական հոսքեր, առողջության ապահովագրություն, հարյուրավոր դրական բաներ է ինքը տեսնում եւ շոշափում։ Ոնց կարող է գնալ եւ այս ընթացքը, որ վերջապես խաղաղ է, որ վերջապես մենք պատերազմի վրա չենք ծախսում հարկերը եւ բյուջեն, այլ ուղում ենք մեր քաղաքացիների իր տնտեսական, իր սոցիալական, իր տարբեր հա ուղղություններին է ուղղվում, արդյոք սա զգալով պետք է գնա եւ ընտրի այն ուժերին, որը ասեցի, այլ ընտրանքը խաղաղության պատերազմն է։ Դրա համար ում մասին ուզում եք խոսել։ Իմ ասածը վերաբերելի է բոլոր մնացած ուժերին։ Բոլորին։ Այս ուժը նախ պետք է ընտրվի, ինքը չի կարող ընտրվել, իր, ասում եմ, հակասահմանադրական ցանկացած միտք ես չեմ կարող մեկնաբանել։ Դա ի սկզբանե չի կարող լինել, ես ինչպես դա մեկնաբանեմ։ Ես դրա համար է հարցնում տեսականորեն արդյոք հնարավոր է։ Դուք ասում եք չեն կարող ընտրվել, թե հիմա նախընտրական շրջան է, դուք այդպես պիտի ասեք։ Մի իրավաբան կանչեք, իրավաբանորեն թող բացատրի ինչն է հնարավոր, ինչ չէ։ Հա, բայց դուք նաև ազգային ժողովի падգամավոր եք, հիմա նրանք ասում են մեզ պետք է մեծամասնություն ունենանք խորհրդարանում եւ սահմանադրության 148 հոդվածը, որը արգելում է հիմա առաջադրվել, այդ հոդվածը փոփոխության համար պետք չէ հանրակրվի, ազգային ժողովը կարող է փոփոխել, մենք մեծամասնություն ունենանք, փոփոխենք այդ սահմանադրությունը։ Ոնց են ունենում մեծամասնություն, ասում եմ։ Չեն ունենալու մեծամասնություն։ Ոնց կարող են ունենալ մեծամասնություն, այդ եմ ասում։ Նախ պետք է ունենան այդ մեծամասնությունը։ Բայց ես չեմ կարող հակասահմանադրական որևէ բան մեկնաբանել։ Սա բիզնես պրոյեկտ է, ես այդ բիզնես պրոյեկտի մեջ չեմ մտնում, որովհետև ես քաղաքական գործիչ եմ։ Ես բիզնեսի հավակնություն չունեմ։ Դե լսել եք այսօր ելույթներ բան, ասում են մենք այսօր ազգային ժողովում շատ բուրըն քննարկումներ ունեինք, գիտեք, դաշնակցության հետ կապված այսօր ամբողջ օրը օրակարգը դրանով էր լցված, շատ հետաքրքիր իդեպ բովանդակալից քննարկումներ էր գնում եւ ճիշտ ասած չեմ հետեւել, ես մամուլում տեսա որ ով է տեխնատուն, դա նախադասություն ասում է այս իշխանությունը սոված է, չեն հագենում, դրա համար էլ չեն ուզում հեռանալ։ Եվ դուք ձեր արձագանք մենք սոված ենք։ Մենք ինչպես միջին վիճակագրական քաղաքացին այնպես ապրել ենք, այնպես ապրում ենք, սովելու ժամանակ սովում ենք, կշտանալու ժամանակ կշտանում ենք, ես չգիտեմ իրենց անկշտությունը ուղղակի, իրենք անկուշտ են, չէ՞, ուղղակի այդպես սահմաններ չունի, էլի։ Վրացական տարբերակ հնարավոր է։
որ կուսակցությունը գալիս է իշխանության, բայց առաջին դեմքը որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց Եթե ընտրվի այնպիսի ուժ, որը այդ ուղղությամբ կգնա, այո, ամեն ինչ հնարավոր է։ Բայց ես Հայաստանի համար այլ ապագա եմ տեսնում եւ ռեալ դա տեսնում եմ, եւ այդ ապագան այնքան լուսավոր է եւ օրինակելի աշխարհի շատ երկրների համար։ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում այս դեպքում վարչապետի տեխնացու հայտարարում է, բայց սահմանադրական օրենսդրական արգելանք կա։ Մեկ այլ դեպքում այդ արգելանքը կարծես թե չկա, բայց հայտարարվում է, որ կուսակցության առաջնորդը վարչապետական հավակնություններ չունի, բայց վարչապետի տեխնացուներ ունի, խոսքը Բարգավաճ Հայաստանի մասին է։ Առանձին է մասնակցելու որպես ԲՀԿ, բայց առաջնորդը կարծես թե վարչապետական հավակնություններ չունի։ Սրա հետ կապված ի՞նչ դիտարկում եք։ Տեսեք, այս տարբեր կոնֆիգուրացիաները, դաշինքով չգնալ, կուսակցությունով գնալ, որովհետև հաշվարկում են, որ այդ միայն շեմը հաղթահարելու խնդիր է։ Հասկանում եք, շեմը հաղթահարելու խնդիր են տեսնում, չէ՞ որ դաշինքի դեպքում պետք է 8% հավաքեն, որպեսզի շեմը հաղթահարեն եւ մտնեն խորհրդարան։ Կուսակցության դեպքում այլ է, հա 4% է։ Հիմա եւ հաշվարկում են, տեսնում են, որ իրենց ինչն է ավելի ձեռնտուց։ Նորմալ քաղաքական պլանավորում է, սրա մեջ ոչինչ չեմ տեսնում, ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Տեսնում են, որ չեն կարող դաշինքով 8% սպանան, կբերեն կուսակցությունով, կլցնեն այդ բոլոր մարդկանց խառը կանաչի կդառնա մի հատ, այնպես փունջ կդառնա, ու ես որովհետև այդ դեպքում ԲՀԿ-ի դեպքում տեսա, որ շատ ուժեր են ինչ որ միավորվել, հա, Թևանյան Անդրանիկ, չգիտեմ, Վանեցյան, տարբեր ինչ որ տես հայտարարություններ տեսա, եւ այս բոլոր մարդիկ կհավաքվեն մի կուսակցության տակ, ով կլինի առաջնորդը իրենց, էս էլ չի եմ, եւ սա էլ հարցումներ են անում, տեսնում են իրանք հակառեյտինգն ինչքան է, ռեյտինգն ինչքան է եւ ըստ այդմ գնում են։ Հիմա երևի սա է էլի ամբողջ խնդիրը, որ ինձ փոփոխություն են անում ռազմավարական։ Լավ, հիմա ԿՊ-ին զննենք ու քննենք։ Ձեր կուսակցությունում ինչ է կատարվում։ Սոցցանցերը բացում ես ամեն ուր ձեր կուսակցականների քարոզարշավային տեսալոլովակներն են ուղղված կուսակցության անդամներին, ինչ է կընտրում։ Մենք շատ ժողովրդավար պրոցեսներ ենք իրականացնում։ Սա մեր ներկուսակցական քարոզարշավն է, իդեպ որը եւս մենք հրապարակային ենք անում, շատ թափանցիկ։ Դեռևս մեր վարչության ընտրություններից սկսած կուսակցության դուք կտեսնեիք, որ ուղիղ եթերում ամբողջը լուսաբանվել է, քվեարկությունը ուղիղ եթերում, անգամ քվեաթերթին, եթե ինչ որ մեկը թուղթ ու գրիչը վերցներ եւ նստեր փորձեր հասկանալ ստոպ տալով, թե ով ինչքան ձայն է հավաքել, հաստատ կկարողանար այդ աստիճան թափանցիկ են գործել։ Հիմա էլ արդեն մեր համամասնական ցուցակը ձևավորում ենք ներքին կուսակցական ընտրություններով։ Մեր շուրջ 1000 ընտրողները, կուսակցական պատվիրակները ընտրելու են առաջադրված եւ հաստատված падգամավորի տեխնացուներից ռեյտինգ են կազմելու, այսինքն ձևավորելու են ցուցակը համամասնական, այդքան ժողովրդավար է լինելու, այսինքն ոչ թե մեկ մարդ է նստելու եւ որոշի թե ով է երրորդ համար է, ով է 10-րդ համար է, ով է առաջին համարն անգամ, այլ 1000 հոգի է ընտրելու, թե ով որ տեղին է արժանի, իսկ ինչպես են արժանանում են իրենց նախորդիվ աշխատանքով, իրենց հասանելիությամբ, իրենց բերած դիվիդենդներով պետությանը, թիմին եւ այլն։ Ես ճիշտ հասկացա, որ առաջիկա 3 օրին այդ քվեարկություններն են լինելու, հետո չգիտեմ նորից քարոզարշավ եւս մեկ այո, որովհետեւ առաջին ռեյտինգավորումից հետո 50 առաջին պատվիրակ տեխնացուները կունենան արդեն քարոզարշավի փուլ, որը մենք էլի ներկուսակցական քարոզարշավ կլինի, հետո եւս մեկ անգամ կքվեարկվի արդեն միայն առաջին 50-յակը, որ ավելի հստակ տեղերը սահմանվեն։ Եվ իսկ դրանից հետո արդեն այս առաջին ռեյտինգավորմամբ արդեն վարչությունը կկարողանա ձևավորել եւ վերջում տալ համաժողովին իհարկե քվեարկության ինչպես օրենքն է պահանջում։ Ես իմ խոսքում նշեցի, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Երևանում գրեթե բաց տեքստով առանց դիվանագիտական փաթեթավորումների աջակցություն հայտնեց, իր քաղաքական աջակցություն հայտնեց վարչապետին եւ իր քաղաքական թիմին, սա ինչ ազդեցություն կունենա, ինչ ազդեցություն է ունենում քաղաքական դաշտի վրա, ընդհանրապես հանրային տրամադրությունների վրա։ Ընդդիմադիր քաղաքական դաշտը մեռածեր թաղած չէր, եթե մի բառով փորձեմ նկարագրել, որովհետև դուք անգամ չեք տեսնի նրանց խոսելուց, հաջորդ օր անգամ հարց ու պատասխաններ իրանք չկային, հասկանում եք, որ կարող են գալ եւ վարչապետին ինչ որ բաներ ասել, բա հետո գնալու եք ձեր հեռախոսը դնեիք ու ձեզ հերոս զգայիք, բա գայիք
Այդտեղից պետք է այնտեղ բոլորն այնտեղ են, գայք հարցնեք։ Ուղղակի մեռածային թաղած չէին։ Եվ բայց ինչ որ իրենց այդ սատելիտներին տենց ձայն էին տվել եւ հիմարությունների շքերթեր, ով ավելի շատ հիմարություն կասին, ենթադրենք, չգիտեմ, Ծիծեռնակաբերդը քանդած է, դա Վենսը չէր, Վենսի ընտանիք չէր, AI-ով ենք սարքել այդ նկարները, մինչև դա ուրեմն այդ հիմարությունների շքերթը շարունակվում էր։ Էլ չեմ ասում, որ ասում էին, ընդամենը Հայաստանին խոստումներ է տալիս, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տեսեք ինչեր է տալիս, բայց Հայաստանը մի այնպիսի ներդրումների շքերթ է սկսվում, հա, Nvidia, Firebird, էլ չեմ ասում այդ հենց Trip-ը, ուրեմն մեգա նախագիծը, որը արդեն գործարկումը սկսել է, ծրագրի գործարկումը սկսել է, արդեն հողի վրա շուտով նաև ժողովուրդը կտեսնի ինչ է կատարվում եւ արդեն հետագա շահարկումներն էլ տեսակ այսօր Արտուր Խաչատրյանի գրառումը տեսա չդիմացա ճիշտն ասած Գայթակ Խուսյանը անգամ կոմենտ եմ գրել այդ երկու նկար է համեմատում հա տեսեք Ալիևին իսկ տեսեք վարչապետին մեր ես սա էլի չեմ հասկանում Ալիևի հանդեպ այդ մեծ սերը չեն կարողանում զսպել անգամ սոցիալական հարթակներում։ Շատ լավ, դուք մի քանի հայտարարություն նշեցիք, հիշեցի մյուս հայտարարությունները, ես այդ հայտարարությունները իսկ ներողություն դուք ասացիք ինչպիսի ազդեցություն ունեմ, ես այդ դաշտի համար ասացի ինչ ազդեցություն ունեմ, բայց ես ուզում եմ շեշտեմ, որ ԱՄՆ փոխնախագահի աջակցությունը, եթե ուշադիր կարդաք, ոչ թե ուղիղ Նիկոլ Փաշինյանինն է, այլ ծրագրինն է, այսինքն խաղաղությունը, տարածաշրջանային կայունությունը հնարավոր է հենց ասեց այս մարդու գործուն այս քայլերի շարունակականությամբ եւ քանի որ առաջկայում ընտրությունը եւ քանի որ մեր ընդդիմադիր դաշտը հայտարարել է որ գալու են ու չեղարկելու են Միացյալ Նահանգների հետ համաձայնագրերը իսկ այդ համաձայնագրերի հիման վրա է, չէ, որ կիսահաղորդիչների ծրագիրը, չգիտեմ, խաղաղ ատոմային էներգիայի ծրագիրը եւ այլն, այս բոլոր ծրագրերը Trip-ը ինքնին, այս բոլոր համաձայնագրերի հիման վրա է իրականացվում եւ գալիս են եւ չեղարկեն։ Պարզ է, չէ, որ մարդիկ նայում են, դիտարկում են, գիտեն Հայաստանում ինչպիսի իրավիճակ է ներքին, ինչպիսի վստահելություն ունի, ինչ ուժեր կան, տեսնում են, որ եթե այո, այս քաղաքականությունը շարունակվի, ամեն ինչ հիանալի է։ Իսկ միլիարդավոր դոլարների տասնյակ հարյուրավոր միլիարդավոր դոլարների ներդրումը Հայաստանում չի կարող տես ջրվել գնալ ուղակի, հա, դա իհարկե դա նախ եւ առաջ նշանակում է որ այո խաղաղություն Միացյալ Նահանգների նման գերտերությունը տեսնում է 100 տարով ամենակիչը Հայաստանում թե չէ այդ ներդրումը չէր իրականացվի որովհետեւ հասկանում եք այդքան գումարը ուղղակի չեն դնի եւ ջուրը գցեն եւ երկրորդը այդ շատ կարևոր է այն խաղաղությունը, որը բերում է, բայց նաև շատ կարևոր է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, որովհետև այն ապաշրջափակումը, հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի Հանրապետության հետ, Ադրբեջանի Հանրապետության հետ, այդ ամեն ինչը քաղաքացին իր մաշկի վրա զգալու է, ինքը իր գրպանում է զգալու։ Հիմա դուք մի քանի բան թվարկեցիք։ Ես հնդածս հիշում էի հենց այդ հարցերով հակադարձումները։ Խաղաղությունը իրական չէ, խաղաղությունը վերջնականացված չէ, խաղաղությունը չի կարող, այդ նախագծերը, ռեգիոնալ նախագծերը, Trip-ը եւ այլն չեն կարող դառնալ ապացույց կամ վճռորոշ գործոն խաղաղության ապահովման համար։ Trip, ասում են, սա միջանցք է, որ կապում է Ադրբեջանը Նախիջևանին եւ ոչ ավելին։ Էներգետիկան, ասում են, ամերիկյան այդ տեխնոլոգիաները ոչ միտեղ փորձարկված չեն, արդյունավետությունը ապացուցված չէ եւ չի համապատասխանում մեր էներգետիկ պահանջներին։ Այսքանը քիչ է ներդրումների մասին փոխնախագահի խոսքն էլ սխալ է թարգմանել։ Փոքր դադարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Վերջին հարցը վերաբերում էր ձեր թվարկած դրական ձեռքբերումներին եւ ընդդիմության հակադարձումներին, այդ թվում խաղաղություն չէ, Trip-ը միջանցք է, էներգետիկան մեր պահանջներին չի բավարարում եւ Միացյալ Նահանգների այդ տեխնոլոգիան ոչ միտեղ փորձարկված եւ արդյունավետությունը ապացուցված չէ, ներդրումների մասով էլ սխալ թարգմանություն արեցիք։
Տեսեք, եթե էլի գոնե 1 տարի առաջվանից գանք, անընդհատ ընդդիմությունից հնչում է։ Խաղաղության համաձայնագիրը երաշխիք չէ, դա ընդհանրապես թուղթ է։ Շատ լավ։ Երկխոսությունը Ադրբեջանի հետ դա երաշխիք չէ։ Շատ լավ։ Տնտեսական համագործակցությունը դա երաշխիք չէ։ Շատ լավ։ Հզորագույն ներդրումները երաշխիք չեն։ Շատ լավ։ Ադրբեջանի կողմից, նախագահի կողմից ընդհանուր հայտարարությունները խաղաղության մասին, պատերազմի էջը փակելու մասին, Հայաստանի հետ համագործակցելու մասին երաշխիք չեն։ Ուրեմն Ադրբեջանի ինքը իր կողմից առաջինը ապաշրջափակեց Հայաստանը, Հայաստանի համար իր տարածքը։ Դա երաշխիք չէ, շատ լավ։ Հետագայի համար Հայաստանից ներկրումներ նաև ունենալու հնարավորությունը երաշխիք չէ։ Հայաստանին վառելիք արտահանելը երաշխիք չէ Ադրբեջան։ Ինչն է երաշխիք, լավ, ինչը զինվելը եւ գրավելը ինչն է երաշխիք։ Թե սպասում են, որ ինչ-որ ռումբ են գնելու, ինչ-որ երկիր վերանալու է, որպեսզի խաղաղություն լինի։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում։ Խաղաղությունը հենց դա է, որ ոչ միայն երաշխավորվում է ստորագրությամբ եւ համաձայնագրով, որը շատ կարեւոր է, բայց գիտենք տարբեր օրինակներ, երբ որ դա չի գործել կամ 1 րոպեում ուղղակի չեղարկվել է, բայց երբ որ իրար հետ ունենք փոխկախվածություն, փոխկապակցվածություն, փոխշահավետություն իրարից եւ գնում ենք այդ ճանապարհով եւ տեսնում ենք, որ մենք իրար հետ համագործակցելով եւ խաղաղ գոյակցելով մենք դրանից շահում է մեր պետությունը մենք, սա արդյոք երաշխիք չէ, բայց ի՞նչն է երաշխիք, լավ, ի՞նչը գերիներ վերադարձան դուք տեսակ։ Այսինքն ինչն է լավ երաշխիք։ Հիմա ասում են օրինակ կարող է լինել խաղաղություն եւ միաժամանակ գերիների հարցը մնալ բաց։ Այստեղ Միացյալ Նահանգների փոխնախագահ հայտարարեց կարծեմ այն մասին, որ Բաքվում պատրաստվում է բարձրաձայնել այն հարցը, այնտեղ բանտարկյալների մասին խոսեց, չգիտեմ։ Հիմա մենք լեգիտիմ իրավունք ունենք այդ հարցում ինչ որ մենք բոլոր մեր իրավունքները լեգիտիմ, միգուցե նաև ոչ լեգիտիմ։ Մենք մեր բոլոր հնարավորությունները դեռևս 2020 թվականից սկսած իրականացրել ենք կապված գերիների հետ, պահվող անձանց հետ եւ սրա մասին մենք չենք կարողանում թմկահարել բարձրաձայնել, որովհետեւ սա ինչ որ քաղաքական շահարկման հարց չէ։ Մեզ համար շատ ցավալի է, որ այո, ազգությամբ հայեր այժմ գտնվում են Բաքվի բանտերում, սա շատ ցավալի է, սա շատ տհաճ է եւ դրա համար ամեն ինչ արել ենք եւ դուք տեսել եք տարբեր ընթացքներում մինչեւ վերջերս այս տարի եւս մեր որոշ քաղաքացիներ վերադարձան եւ մենք դեռևս ամեն ինչ անել ենք, որպեսզի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնտեղ մնացած եւս կարողանան հնարավորություն ունենան գալ Հայաստան։ Եվ մենք սրա համար ամեն ինչ անում ենք եւ դուք նաեւ ինչպես մեջբերեցիք Վենսը եւս հայտարարեց, որ կխոսի նաեւ այդ մասին, ինչպես նախկինում եւս խոսվել է, դուք գիտեք, որ Թրամփի հետ խոսակցության ժամանակ էլ այս հարցը բարձրաձայնվել է։ Եվ սա շահարկել ես համարում եմ թույլ տվեք ասել անբարոյական։ Ինչ վերաբերում է թարգմանչի հարցին շահարկմանը։ Այո, ես որ ասում էի մեռած էին թաղած չէին, այդպես մի օր ամբողջ գիշեր լռեցին, չխոսեցին, ոչինչ չարեցին, որովհետև տենց իրենց համար շատ վատ էր, որ ամեն ինչ շատ լավ է Հայաստանի համար, եւ գտան այդ թարգմանչական վրիպակը, որը մենք շատ արագ պարզաբանում եղավ նաեւ կառավարության կողմից, բայց նաեւ չէին հաշվարկել, որ այդ թարգմանիչը կարող է հենց Վենսի թարգմանիչը լինել, այսինքն Միացյալ Նահանգների կողմը բերած լինի իր թարգմանչին։ Եվ հենց այդպես էլ կար, բնականաբար, եւ ել չեմ ասում, որ հիմարություն է կարծել է, որ պետք է մեզ նախապես տեղեկացրած լինեին Միացյալ Նահանգների փոխնախագահի ելույթի տեքստը, որ մտել ուղիղ եթերում տեղի ունեցող on-line թարգմանության, սինխրոն թարգմանության ժամանակ թարգմանչին հրահանգվեր արագ փոխել խոսքի այս հատվածը։ Սա հիմարություն է, էլի գագաթնակետն է։ Դրա համար այս շահարկումները Վենսը հայտարարել էր իր ուրեմն թե ներդրումների մասին, թե հնարավորությունների ամեն ինչի մասին առանձին բարձրաձայնվել է։ Կա առանձին ծրագիր, որը միայն 4 միլիարդ դոլարի ներդրում է ենթադրում, եւ սա հենց ուղիղ հենց թռիչքից առաջ լրագրողներին ասաց ԱՄՆ փոխնախագահը։ Էներգետիկ հարցերի մասին մենք որոշում ենք կայացրել, որ մոդուլային ուրեմն այդ ատոմակայանները
ենթակառուցվածքները պետք է այդ ուղղությամբ պետք է գնանք, բայց այժմ հսկայական ներդրում ենք անում մեր ատոմակայանի կյանքը եւս 10 տարով երկարացնելու համար եւ մինչ այդ ամբողջությամբ կփորձարկվեն կապացուցվի ինչն է ավելի լավ գործում եւ մենք կգնանք այն ճանապարհով, որը ավելի ձեռնտու է Հայաստանին, որովհետեւ այնուամենայնիվ էներգետիկ համագործակցության ինչ արագ է էլի զարգանում հատկապես այդ թվային աշխարհը, էներգետիկ աշխարհը շատ արագ է զարգանում։ Տեսեք, այնուամենայնիվ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի էներգետիկ համագործակցությունը որոշակի հարցեր է առաջացնում Ռուսաստանում, այդ մասին այսօր արդեն Զախարովան հայտարարել է, որ հաճիշտ է Հայաստանը ինքնուրույն պետություն կարող է ինքն ընտրելու հետ ինչ համագործակցություն, բայց էներգետիկայի, ատոմային էներգետիկայի հետ համագործակցությունը մեզ մոտ հարցեր են առաջանում, մենք տարիներ շարունակ եղել ենք էներգետիկ անվտանգության երաշխավորը, համագործակցել ենք մեր հայ ընկերների հետ եւ այլն։ Հիմա ինչ եք կարծում, նման համագործակցությունը էներգետիկ կամ ենթակառուցվածքային եւ այլն կարող է հաջողությամբ առաջ ընթանալ առանց Ռուսաստանի հետ կռվելու, ինչպես վարչապետի պարոնում օգտագործում կամ հակադրության մեջ մտնելու։ Բոլորովին վերջերս դուք Ռուսաստանում էիք ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակների հետ հանդիպումների ժամանակ ինչ էիք զգում։ Տեսեք, ես նորմալ են ընդունում, թե լարվածություն եւ հակազդեցություն կա։ Տեսեք, ես չգիտեմ այսօր Մարիա Զախարովան ինչ է հայտարարել, չեմ հասցրել հետևել, բայց այո, հանդիպումներին նույն Մարիա Զախարովանը էր նստած, հա, հանդիպումներին իմ տպավորություններն ասեմ, Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է կայուն տարածաշրջանը, շատ ուրախ են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից, իրենք ուզում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ լինի, սա պաշտոնական իմ տպավորությունները պաշտոնական խոսակցությունից եւ հանդիպումներից, որոնք նաեւ տեսախցիկներից դուրս են եղել, եւ առաջարկում են նույն օրինակ էներգետիկ համագործակցության շրջանակում առաջարկում են նաեւ իրենց ծառայություններն ու հնարավորությունները եւ Հայաստանը դիվերսիֆիկացված այդ դիվերսիֆիկացման քաղաքականության բերումով այսօր ունի հնարավորություն ընտրելու այ որ տարբերակն է ուզում անգամ նման էներգետիկ հարցերի շուրջ ռուսական առաջարկը, ամերիկյան առաջարկը, Եվրամիության հետ կապված ինչ որ, այսինքն մենք դիվերսիֆիկացրել ենք անգամ այս ընտրություն եւ Հայաստան այսօր ունի ընտրելու հնարավորություն, որն է իրեն ձեռնտու, ոչ թե վերևից թելադրված, այ սա է ու վերջ, կուդա վիդենիցես։ Չէ, այլ այդպիսի չկա այդպիսի վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, կա գործընկերային, եթե կուզեք, սա է առաջարկը շատ լավ կամ մենք ընտրեցինք այս առաջարկը եւ նորմալ գործընկերային հարաբերություններ, ես չեմ ուզում որ ինչ որ մեկը պատկերացնի, որ մեր ավելի ուրեմն սերտ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կամ այլ կենտրոնների հետ պետք է հաշվին լինի Ռուսաստանի Դաշնության, սա մեր բալանսավորումն է ցանկացած քաղաքականության, տնտեսական կլինի, քաղաքական կլինի, ռազմական կլինի, հա, մեր բալանսավորված քաղաքականությունն է եւ այդ բալանսի մեջ Ռուսաստանի Դաշնությունը եւս մնում է շատ կարեւոր գործընկեր։ Այդուամենայնիվ ես ամեն ինչով հանդերձ անհանգստություն չի առաջացնում այն, որ Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարությունը այստեղ ինչը ուրվագծվում է արդեն այդ փոխնախագահի այցով եւ այդ նախագծերով, որոնց մի մասին խոսեցինք, մի մասին ոչ, Ռուսաստանի եւ Իրանի համար, եթե չասեմ մեծ սպառնալիք, ապա մեծ անհանգստություններ են առաջացնում։ Դրա համար մենք մեր գործընկերների հետ խոսել ենք եւ առաջարկել ենք այն երկաթգիծը, որը սպասարկվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, բայց որը եւս հայկական է, Հայաստանինն է, այդ ենթակառուցվածքները թարմացնել, վերակառուցել, որովհետեւ դա ժամանակակից ստանդարտներին բացարձակապես չի համընկնում ստանդարտների հետ եւ մենք կհամագործակցենք Ռուսաստանի Դաշնության հետ հենց այս ուղղությամբ, այսինքն մենք տեսեք ստեղել է բալանսավորում եւ սա այս ուղղությունը եւս մեզ համար շատ կարեւոր է եւ նորմալ է մենք կհամագործակցենք մեր բոլոր գործընկերներին։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք այդ երկաթգծերը վերանորոգել եւ այլն, Ռուսաստանից այնտեղից հայտարարում են մենք կարող ենք դիտարկել թրիպին մեր միանալու
տարբերակները Թրիփին միանալու հետ կապված մենք արդեն շատ ենք սրա մասին բարձաբանում տվել, որ դա անիրատեսական է, որովհետև թրիփը հայ-ամերիկյան ծրագիր է, բայց Հայաստանում միայն այդ ճանապարհը չէ, մենք բազմաթիվ այլ ճանապարհներ ունենք եւ որոնք պակաս կարեւորություն չունեն մեզ համար եւ նաեւ հետաքրքիր են կարծում եմ թե ներդրումների համար, թե նույն Ռուսաստանի Դաշնության համար էլի հետաքրքիր ուղղություն է։ Եվ ասեմ ավելին, որ Ռուսաստանի Դաշնության կողմից եւս դրական տրամադրվածության ազդակը եւս տեսանելի էր հանդիպումներին հենց այս առաջարկի հետ կապված։ Մենք հասելու ավարտենք առաջիկա ընտրությունների ընդառաջ Վաշինգտոն եւ Մոսկվա մրցակցության աստիճան է բարձրանում ընտրություններից առաջ Հայաստանի։ Ես չգիտեմ ով ինչի համար է պայքարում, ով կողմից է պայքարում, իհարկե շատ ակնհայտ են դաշտում այն ուժերը, որոնք տեսնում են միութենական պետության, Ռուսաստանի Դաշնության հետ միութենական պետության հնարավորությունը եւ դրա մասին հայտարարել են, կամ ովքեր են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր են կապիտալով Ռուսաստանի դաշտում ամեն ինչ շատ պարզ է, բայց մենք որևէ տեղ կապիտալ չունեցող ուժ ենք, մեր կապիտալը Հայաստանի Հանրապետությունում են, մեր զավակները ծնվել են Հայաստանի Հանրապետությունում, ապրում են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար են մեր բոլոր ջանքերը եւ քաղաքացին սա ոչ միայն մեր հարևանները, բարեկամները, մեր ճանաչողներն են տեսնում, այլ բոլորը կարող են տեսնել, որովհետեւ եթե ինչ որ մեկից հետ կապված մի հարց լիներ, հաստատ մամուլը աչք չէր փակի դրա վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք խոսեցինք ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների, այցերի, հանդիպումների, ռեգիոնալ նախագծերի մասին, բայց մեծ հաշվով կարծես թե խոսքը ընտրությունների մասին էր, Հայաստանը ընտրությունների առաջ է եւ ներսում ընտրական տեղամասերում եւ դրսում աշխարհաքաղաքական քարտեզի վրա եւ այստեղ էլ Հայաստանի հնարավորությունն է մնալ որպես իրադարձություններին արձագանքող երկիր, թե ձևավորել սեփական օրակարգը։ Այս ընտրությունն է Հայաստանի, այլ կերպ ավելի պատկերավոր ասած, դառնալ խաղացող, թե մնալ խաղատախտակ։ Այս հնարավորության իրագործումը Հայաստանի որոշումներից է կախված, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։